Այս process-ին ինչի մասին մենք խոսում ենք արդեն որ երրորդ անգամ, այսօր խառնվել է քննչական կոմիտե Ռուսաստանի կոմիտեի նախագահ Բաստրիկինը, նա ասում է Ռուսաստան մեկնողները ապագա հանցագործներ են, մի տեսակ անհասկանալի հայտարարություն է, կանխավ իմանալ հանցագործներ են գնում Ռուսաստան, թե ոչ, եւ դա վերաբերում է բոլոր հետխորհրդային տարածքներին ենթադրում եմ, չէ՞։ Եվ ոչ միայն բոլորին Ինչ կա սրա տակ, ուր է տանում այս աղբեկում։ Գիտեք, ցավոք այս արտահայտությունները նոր չեն եւ առնվազն որքան ես աշխատում եմ այս դաշտում մի 15-16 տարի, ես անընդհատ լսում եմ այդ արտահայտությունները, որ միգրանտները հիմնականում հանցագործներ են, որ միգրացիայի այս օրենսդրության խստացումը ինքը պայքար է հանցավորության դեմ եւ այլն։ Բայց ամբողջ աբսուրդը նրանում է, որ երբ ուսումնասիրում ենք հանցագործություն կատարածների ստատիստիկան Ռուսաստանի Դաշնության, միգրանտները այնտեղ շատ փոքր թիվ են կազմում։ Եվ տարեց տարի այդ թիվը նվազում է։ Եվ նվազում է շատ ինտենսիվ ձևով։ Եվ հայտարարել, որ նրանք ապագա կամ պոտենցիալ հանցագործներ են, որոնք մուտք են գործում Ռուսաստանի Դաշնության տարածք, ես ուղղակի նույնիսկ չեմ էլ մեկնաբանի այս արտահայտությունը, բայց կարող եմ նշել, որ միգրանտները միշտ եղել են շատ հեշտ թիրախ խումբ, երբ որ երկիրը կանգնած է որոշակի մարտահրավերների առաջ, ինչ որ ճգնաժամային իրավիճակ է, միշտ ուշադրությունը շեղելու համար պետք են շատ հեշտ թիրախներ, կարելի է մեղադրել քո տվյալ պահին եղած իրավիճակի համար։ Իսկ միգրանտները ամենահեշտ խումբն են թիրախավորելու համար։ Եվ տարածում են հիվանդություններ, անում են հանցագործություններ, չգիտեմ, այսինքն այս արտահայտությունները ցավոք նոր չեն, եւ հիմա ուղղակի կրկին իրենք հետևում են այդ ռետորաբանությանը։ Բաստրիկին իմիջիալս խոսում է արդեն թվային տվյալներով 20,000 միգրանտի պատերազմ ուղարկելու մասին։ Ընդ որում 10,000-ն արդեն այնտեղ են, ճակատում են։ Մենք ունենք տեղեկություններ, մեր մասով ինչ կա այստեղ։ Ես ցավոք չունեմ, որովհետև քաղաքացիություն Այսինքն ի վերջո այստեղ միգրանտն ինքն է ընտրում ռազմաճակատ գնալու։ Երկու տարբերակներ կա, նախ 22 թվականին շատ մեծ ագիտացիա էր գնում միգրանտների շրջանում, ընդհուպ Սախարովոյում գտնվող բազմաֆունկցիոնալ կենտրոնը, որտեղ միգրանտները գնում էին բուժզննում անցնելու, այնտեղ նույնիսկ միգրանտների մայրենի լեզվով շատ մեծ ագիտացիա էր արվում, որ գնան Ռուսաստանի Դաշնություն, նույնիսկ օրենքում փոփոխություն արեցին, հեշտացված կարգով միգրանտներին քաղաքացիություն տրամադրելու առումով, այսինքն ամեն ինչ արվեց, որ եթե որ մարդուն շահագրգռեն, որ ինքը կնքի պայմանագիր եւ կամավոր որպես պայմանագրային զինվորական գնա ռուսական բանակի կողմից Ուկրաինայում կռվելու։ Եվ հիմա էլ որևէ բան չի փոխվել, այդ process-ը շարունակվում է, անշուշտ այնտեղ կան մարդիկ, որոնք հենց այդ ռոպագանդայի արդյունքում են գնացել, բայց ցավոք կան դեպքեր էլ, երբ որ առնվազն երկու այդպիսի դեպք ունեին, երբ որ դիմել էին խորհրդատվության համար, մարդիկ գնացել էին փաստաթղթերը ներկայացնելու, իրենց տվել էին մի խուրձ փաստաթուղթ, որ պետք է ստորագրեն, որի մեջ եղել էր նաև այդ պայմանագիրը։ Եվ իրենք անակնկալի էին եկել, երբ որ իրենց ասել են, որ դուք ստորագրել եք եւ պետք է գնաք, ես ասեցի անմիջապես լքեք ՌԴ տարածքը։ Մյուսը, երբ որ անձին կանչել էին քննչական կոմիտե եւ ասել էին, որ ինքը ինչ որ գործով անցնում է որպես վկա մի տարածքում, որտեղ ինքը երբևէ չէր եղել։ Քննիչը երկու անգամ կանչել էր, երրորդ անգամ ասել էր. դու ունես հնարավորություն կնքելու պայմանագիր եւ մեկնելու ռազմաճակատ, այլապես դու վկայից կվերածվես կասկածյալի։ Եվ էլի իմ խորհուրդն է շատ արագ ուղղակի լքել ՌԴ տարածքը։ Նման դեպքերում, եթե մարդկանց նկատմամբ լինում է այդպիսի ճնշումներ, ես այլ պատասխան, քան անմիջապես լքել ՌԴ տարածքը, ուղղակի չեմ տալիս։ Բայց ասել, թե նրանց մեջ քանի տոկոսն են նման իրավիճակում հայտնվել, պատահաբար կամ հարկադրաբար գնացել, չեմ կարող ասել, բայց որ անշուշտ նաև կան խրախուսական միջոցներ եւ մարդկանց փորձում են ինչ-ինչ պայմաններով խրախուսել, որ կնքեն եւ գնան, դա կա եւ շարունակվում է։ Մի հակադարձ հարցել է առաջանում։ Միգրանտներն առաջ խնդիրներ չէին ստեղծում, եթե այդպես։
Ես կարծում եմ այդպիսի էական փոփոխություն չի եղել, անշուշտ նրանք ովքեր ինչ որ պահի դառնում են անօրինական, կարգավիճակը իրենց դառնում է անօրինական, անշուշտ դա կարող է բերել խնդիրների, բայց ասել որ բոլոր միգրանտները նրանք անպայման հանցագործներ են, խնդիրներ են բերում եւ պետք է պայքարել նրանց դեմ, դա աբսուրդ է։ Իսկ աշխատուժի հարցը ինչպես է լուծում Ռուսաստանը այս դեպքում, չէ՞։ Սա հենց այդ ռեսուրսը չի, որ Ռուսաստանում միշտ պահանջված է եղել։ Անշուշտ, բայց հիմա Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինները նշում են, որ իրենք ունեն ալտերնատիվ տարբերակներ, աֆրիկյան երկրներ, Հյուսիսային Կորեա, որ իրենք կարող են այլ երկրներից եւս ունենալ աշխատանքային միգրանտներ եւ ՌԴ տարածքում արդեն նաեւ նկատելի են, որ կան այդ երկրներից եկող միգրանտներ եւ իրենք խրախուսում են նաև դիվանագիտական կապերը այդ երկրների հետ ամրապնդելով խրախուսում են այդ երկրներից եկող միգրացիոն հոսքերը։ Ես կարծում եմ, որ մենք առաջիկայում կտեսնենք ՌԴ-ում միգրացիոն հոսքերի պատկերի որոշակի փոփոխություն։ Հայաստանից հասկանալի է մեր մտահոգությունը։ Բուն Ռուսաստանում համայնք ասեմ հայության խնդիրներով զբաղվող կառույցներ կան, որոնք այսպիսի դեպքերում պետք է արձագանքեն արագ։ Եթե մենք խոսում ենք հայության մասին, ապա դրանք սփյուռքան կազմակերպություններն են։ Եթե մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների մասին, այդպիսի կառույցներ չունենք։ Իրավամբ այդ գործառույթը պետք է իրականացվի դեսպանատների հպատոսությունների միջոցով, բայց բավականին պետք է ասեմ, որ շատ սահմանափակ թվով աշխատողների պարագայում եւ մեծ ծավալի աշխատանքի պարագայում մենք այդ աշխատանքը դեռևս Ռուսաստանի Դաշնությունում այն ծավալով ինչ որ պետք է իրականացնենք, մենք չենք իրականացնում։ Դեսպանատան մասին։ Դեսպանատների հպատոսությունների, որոնք մենք ունենք մեկ դեսպանատուն եւ ունենք 5 հպատոսություններ, որոնք իրականացնում են փաստաթղթային գործառույթներ։ Անշուշտ ես չեմ կարող ճշմարտության դեմ մեղանչել եւ չասել, որ այո, ունենք դեպքեր, երբ որ մարդը օրինակ խախտվել է մարդու իրավունքը, հայտնվել է միգրանտների պահման վայրում եւ կա հրատապ արձագանքելու հնարավորություն, եթե դիմում են օրինակ թեժգծին կամ ինձ են դիմում, ես անմիջապես դիմում եմ ուղարկում մեր արտաքին գործերի նախարարություն կամ դեսպանատներ եւ շատ արագ արձագանքում են իրենք, բայց դա գիտեք ինչպես է, դա հստակ մեխանիզմ չի։ Ես շատ կուզենայի, որ մենք ունենայինք աշխատանքային կցորդ կամ ունենայինք աշխատանքային միգրանտների իրավունքներով զբաղվող թեկուզ սոցիալի զբաղվածության ներկայացուցիչ, ինչպես որոշ երկրներ ունեն, որևէ ներկայացուցիչ, որի արկայության պարագայում մարդիկ իմանային ում դիմեին, որտեվ երկրներ կա, որ ես շատ հաճախ եմ լսում, երբ որ միգրանտը ասում է, ինձ հետ նստած ուզբեկների, տաջիկների հետևից եկան իրենց դեսպանատների ներկայացուցիչները, իրենք հանեցին շատ արագ այս միգրացիոն բանտից, մեր հետևից որևէ մեկը չի գալի, որտեվ մեր մասին ոչ մեկին չեն ասում, չկա այդ աշխատակիցը ում պետք է դիմեն եւ մենք մեզ զգում ենք շատ անպաշտպան վիճակում։ Իսկ այսպիսի փոփոխություններից հետո մենք ունենք ընդհանուր պատկեր Հայաստան-Ռուսաստան այդ միգրացիոն հոսքերը ուր են տանում։ Նվազում ունենք 2 տարվա ընթացքում առնվազն այն մոտավոր հաշվարկները, որ իրականացվել է իմ կողմից, մոտավորապես 30%-ի նվազում ունենք արդեն։ Եվ նաև ունենք միտում, երբ այս միգրացիոն օրենսդրության խստացումների ռուբլու կուրսի անկման պարագայում բազմաթիվ անձինք, ովքեր նախկինում մեկնում են ՌԴ աշխատելու, հիմա փորձում են հնարավորություններ փնտրել կամ Հայաստանում, կամ այլ երկրներում, բայց այլևս չեն ցանկանում մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Եվ ավարտելուց առաջ բերեք փորձենք օգտակար բան անել, հա, այս փոփոխությունները, որի մասին խոսեցինք, հունիսի 30-ից հետո սեպտեմբերի 1-ից, ինչից պետք է ապավագրել այն մարդկանց, ովքեր կարող են հայտնվել այս
Գիտեք, եթե անձը այնուամենայնիվ պատրաստվում է մեկնել Ռուսաստանի Դաշնություն, աշխատելու կամ ապրելու այդ 72 ժամը պետք է 72 ժամը հստակ պետք է պահի։ Պետք է ինքը իմանա, որ հենց որ մուտք գործեց Ռուսաստանի Դաշնություն, անմիջապես մուտքի պահից սկսած ժամանակացույցը սկսում է աշխատել։ Շատ արագ պետք է անցնել այդ բոլոր process-ներով, միգրացիոն հաշվառում, եթե աշխատելու նպատակով է մեկնել, այսինքն գնալ այդ բոլոր դակտակարտան հանել, բուժզննում անցնել այդ բոլոր պրոցեդուրաներով, ունենալ աշխատանքային պայմանագիր եւ ամենակարևորը բնակվել այն հասցեում, որտեղ ինքը հաշվառվել է կամ հաշվառվել իր իրական բնակության հասցեում, որտեղ սա բերելու է անմիջապես հաշվառման, չեղարկման եւ մուտքի արգելքի ու արտաքսման։